Ես այս ծրագրի շրջանակում ներգրավման փուլում դե ակտիվ շփվում եմ տարատեսակ ձեռներեցների բիզնեսների հետ տարբեր մարզերից եւ տարբեր գործունեություն ծավալող, հա, իհարկե շատերը նաեւ առհասարակ երբևիցե չեն առնչվել իրիս բիզնես ինկուբատորի հետ եւ չգիտեն առհասարակ ինչ է նշանակում ինկուբացիա, աքսելերացիա, հա, դրանք այն տերմիններն են, որոնք այո համաձայն եմ Միշայի հետ, դրանք շատ այդ գիտելիքը, այդ մոդելը, հա, գիտելիքի գեներացման եւ փորձառության վերածելու փորձառության այս մոդելը ձեռնեցության ոլորտում ինքը նոր է Հայաստանում եւ առաջին անգամ մենք Iris Economy ծրագրի շրջանակում Iris Economy Accelerator ծրագրի շրջանակում առաջին անգամ մենք accelerator դասական բիզնեսի դասական ակսելերացիա անում, որի հիմքում ընկած է նաև ներդրումային ֆոնդերի հասանելիության տրամադրում, հա, ասեմ, որ մի հատ իմ փորձից ելնելով, թե ինչի հետ եմ ես հաճախ առնչվում, որպես լրացում քեզ Միշա ջան, ինձ օրինակ ասում են, բայց ես ասենք ես գիտեմ էլի, ես աղքյանք էս եմ արել, իմ պապական մենք էս գործը արել ենք, ես միշտ օրինակը մեղվաբուծության վրա եմ բերում, հա, օրինակ ասում են մենք պապական մեղր ենք պահել, ինչի օրինակ դու ես շատ լավ գիտեմ էլի, ինչով պետք է ես զբաղվեմ, դու ինձ ինչ պետք է տաս էլի, ասեն շատ կասկածելով հարցեր են ինձ միշտ տալիս ապագա մասնակիցները կամ առհասարակ նրանք ովքեր ում որ ես ներկայացնում եմ այս ծրագիրը ասում եմ նայ հարցը այդ չի դու իհարկե գիտես ինչ ես անում ու շարունակում ես անել այն ինչ որ դու անում ես այդ փորձն ու այդ գիտելիքը որը քեզ պապերից եկել հասել է քեզ շատ լավ է բայց մենք մեր կառույցը սովորեցնում է ոնց որ ուղղորդում է ձեռներեցին մեկ քայլ անելով, մեկ միավոր ռեսուրս ներդնելով եւ ծախսելով, ոչ թե մեկ միավոր արդյունք ստանա, այլ այդ նույն մեկ միավոր ռեսուրսն ու քայլը անելով երեք միավոր արդյունք ստանա։ Տարբերությունը այդ է, որ այլևս դադարել եմ օգտագործել, մենք արդեն 21-րդ դարում ենք, որտեվ դա ոչինչ այլ չի տալիս։ Մենք արդեն թևակողում ենք 2026 թվական, որտեղ արհեստական բանականությունը իր ակտիվ ներգրավվածությունն ունի գրեթե ամեն ուր եւ դա նշանակում է process-ների գերարագացում, ամեն ինչի գերարագացում, պետքա յուրաքանչյուրս դրան պատրաստ լինենք, դրան համընթաց եւ զուգընթաց գնանք եւ դա նշանակում է, որ մեկ քայլ անելով մենք առնվազն ոչ թե 3 արդյունք միավոր պետքա ակնկալենք ու ձգտենք դրան, այլ 5 Այդ ամեն ինչը դրա մասին է, այս գիտելիքը, որը որ ինկուբացիա եւ աքսելերացիոն ծրագրերի շրջանակում իրիս բիզնես ինկուբատորը փոխանցում է մեր շահառուներին, դա նրա մասին է, որ ամբողջ աշխարհի մակարդակով ինտուիտիվ եւ Միշա ջան, քո թվարկած բոլոր բախտի բերմամբ ճիշտ պահին հայտնված ձեռներեցներ կամ հնարավորություններ ունեցողներ կամ ինտուիտիվ ձեռներեց գործարարներ, ովքեր որ փորձի հիման վրա փորձ են կուտակել, իրենց սխալների վրա սովորել են, այդ համախմբված արդյունքն է, ինկուբատորները համախմբում են այդ գիտելիքը եւ փորձը, համակարգում են Եվ այդ համակարգված գիտելիքն ու փորձը փոխանցում են ձեռներեցներին, որpիսի նրանք ոչ թե իրենց սեփական փորձի հիման վրա նաև բան սովորեն, այլ նաև ուրիշների սխալների վրա միանգամից սովորեն եւ չանեն այդ սխալները։ Սա թեթև ներածություն նրան իլրացումն Միշային նրան թե առհասարակ ծրագիրը մենք ինչի համար է եւ ինչու պետքա ձեռներեցները մոտիվացված լինեն մասնակցեն նմանատիպ ծրագրերի։ Մերսի Միշա ջան, մի քիչ ներածականս ոնց որ ավելի շատ եղավ, բայց սա Չէ, շատ կարևոր naprapto է, շատ ճիշտ տեղին որովհետև դիտարկում եղավ։ աքսելերատոր ծրագրի նպատակը այս նաև կրթել եւ կրթելն է ձեռներեցին ապագա, նրանք ովքեր ոչ ապագա, մեր ծրագրի ապագա դիմորդ ձեռներեցին կրթելն է նաև առ այն, որ ինկուբացիոն ծրագրերում եւ որ ձեռներեցը իր բիզնեսը դեռ զարգացման փուլում է գտնվում եւ ձևավորման ու զարգացման փուլում գտնվելով ինքը կարիք ունի դրամաշնորային ֆինանսական միջոցների ներգրավման աքսելերատոր փուլում ձեռներեցները պետք է պատրաստ լինեն, ներդրումներ ներգրավեն, դրանք ճիշտ կառավարեն
Ահա։ Եվ ճիշտ պլանավորեն այդ ներդրումային ֆոնդերը իրենց բիզնեսի զարգացման գործում։ Ձայն Նայ ուզում եմ մի բան էլ կարելի թույլտվությամբ հետո արդեն երկար ժամանակ չեմ խոսա։ Զուտ որ ամփո պիչ լինի իմ խոսքը։ Նայ ես շատ դե Նատալին արդեն նշեց 6 տարի ռիսում, իսկ ես ամեն տարի մի չգիտեմ 5 մինչև 1000 հոգու հետ աշխատել ենք, այնտեղ ուրիշ ծրագրերում ներգրաված եղել։ Բոլոր գործարանների մոտ եւ ինկուբացիոն փուլում եւ ակսելերացիոն քայլեր իրականացնող եւ արդեն գործող կայացած բիզնեսների մոտ բոլորի մոտ համարյա մի խնդիր է, մի կարմիր գիծ է գնացել նպատակի հստակ ձևավորման։ Իմ համար դա դարել է կարմիր դրոշակի նման մի բան, որ եթե այսօր բիզնեսը վառարան է ձեռք բերում կամ ջերմատուն է կառուցում կամ ինչ-որ մի բան ու երբ որ ինքը չի կարող հարցին պատասխանել ինչի համար, հանուն ինչի, որ կետի համար ես դու անում, դու վաղվա համար ես դա անում, թե 10 տարվա հետոյի համար, իմ համար դա արդեն տատիս ասած հայատի հանդես է, այլ ոչ թե գործունեություն։ Ու բոլորի մոտ ես նկատել եմ հաջողության այն ցուցիչները, երբ որ դասավորում ես ու հաշվարկում ես, այն մարդիկ, ովքեր ունեցել են հստակ երկարաժամկետ նպատակ, իրենք ակնհայտորեն իրենց գործողություններում եղել են ավելի կայուն, ավելի օպերատիվ, ավելի արդյունավետ։ Եթե դու այսօր չես պլանավորում քո մեծ գոլը, քո նպատակը, որը պիտի լինի, դու այսօր կգնես մի հատ վարարան, որը մի տարի հետո քեզ էլ պետք չի գալու։ Դու կանես մի հատ ներդրում թիմի մեջ, որը քեզ վաղը պետք չի գալու, որովհետև ինքը այդ օրվա խնդիր է լուծում։ Բայց բիզնեսը այսօրվա օրով, եթե ինքը ապրեց, ինքը այդ օրով էլ կմնա որովհետև իր ամբողջ ռեսուրսը, որ ինքը ներդնում է, դա լինի մարդկային, գիտելիքային, ժամանակային, ֆինանսական, ինչ ռեսուրս որ լինի, ինքը պիտի մասը լինի մեծ նպատակի։ Եթե ինքը ունի այդ նպատակը, եթե այդ բիզնեսը ինքնագնահատականի բարձրացման նպատակ ունի, եթե դուք ձեռնարկատիրությամբ զբաղվում եք, ինչ-որ մեկ ինչ-որ բան ապացուցելու, մանկական տրավմա է կամ ինչ-որ մի հատ ուրիշ բան է կամ զուտ ուզում եք թիթիզանաք ու հայտնի լինեք, այդ շատ արագ կլինի ու ձեր բիզնեսը էլ չի գործի, որովհետև այդ տրամայի վրա է կառուցել բիզնեսը, այլ ոչ թե դառնալ դոլարային միլիոնատեր։ Այ Մերսի Միշա ջան, եթե մենք միշտ ասում ենք, որ այս ծրագրին կարող են դիմել այն ձեռներեցները, ովքեր որ բիզնես կամք եւ մոտիվացիա ունեն հստակ ձևավորված, իրենց բիզնեսը զարգացնելու, օնլայնելու, մասշտաբավորելու, նոր շուկաներ մուտք գործելու, արտահանելու, հա, այնպես որ այո, լրիվ համակարծիք եմ Միշայի հետ, այդ բիզնես կամք եւ մոտիվացիա ասածի եւ համակարգային մտածողությունը, որը շատ-շատերի մոտ բացակայում է, նույնիսկ մեծամասնությունը չգիտի թե դա ինչ է, այս փուլում ակսելերացիայի աճի ընդլայնման եւ մասշտաբավորման փուլում բոլոր ձեռնեսները եւ գործարարները առնվազն պետք է իմանան դա ինչ է եւ փորձեն համակարգային մտածեն։ Արտուր ջան, ձայնը փոխանցում եմ քեզ, դու ինչ կարծիքի ես վերխոսվածի հետ եւ քո մասնագիտական փորձառությունը որքանով է համապատասխանում, այսպես ձևակերպեմ, ծրագրին։ Նատալի ջան, գործընկերներ ջան, չեմ ուզում կրկնվեմ, այդ ինչ նշեցիք, այդ խնդիրները ամբողջը միանշանակ շատ տեղին դիտարկում էր ու շնորհակալություն Միշային, որ անդրադարձավ դրան։ Շատ կարևոր եմ համարում այդ առաջերտին հենց դրա մասին խոսելու, այդ կարգի խնդիրները վերհանել ու հանրայնացնել, որովհետև էլի չկրկնվեմ, բայց շատ կարճ ասեմ, այո, շատերը ինչ որ պահի բերումով, պատահականության բերումով, թե ավանդույթի բերումով ինչ որ մի գործով զբաղվում են, դուք ասացիք խնդիրներ, բայց նաև խոսենք այդ դրա հենց ռիսկերն ու հետևանքները հնարավոր, հա, որը անպայման պետք է խոսվի, կարծում եմ հենց դա էլ համոզիչ կլինի ու նաև պատասխանը կտա, թե ինչու մարդիկ պետք է ավելի համակարգված մոտիկանան բիզնես վարելու։ Ու խոսքս առհասարակ բիզնես վարելուն է, ոչ միայն գյուղատնտեսությունում, այդ նույն իրավիճակն է գրեթե բոլոր ճյուղերում, բացառությամբ մի քանի ճյուղերի, որոնք մի քիչ ավելի կազմակերպված են ու համախմբված են, այսպես ասեմ, զարգանում ու իրանց մեջ, այսպես ասած, գիտելիքի փոխանցումը, փոխանակումը շատ լավ կազմակերպված է։ Էլի ամենայն հարգանքով այն բիզնեսներին, որոնք լավ մտածված, լավ պլանավորած, գիտելիքը ձեռք բերած,
շարունակում են իրենց գործունեությունը, պետք է ասեմ, որ մեր Հայաստանում մեծ մասը բիզնեսների իրոք շատ վատ մտածված են, շատ տարերային են, կամ ընդամենը հիմնված են ինչ-որ ձևավորված ինչ-որ մեկի փորձի կամ ինչ-որ մեկի հարևանի, չգիտեմ, կամ մյուսի խորհրդի վրա, որը հենց այն ապագա ռիսկերի հիմքն է կարևոր, դրանից է, որ ավելին ասեմ, ես վաղ եմ համարում Միշա ջան, Նատալի ջան, շատ բիզնեսների համար անգամ աքսելերացիայի մասին մտածել է, քանի դեռ իրանք, այսպես ասած, անգամ ինկուբացիայի փուլ հələ չեն անցել, դեռ այդ փուլում էլ անգամ այդ ուղու վրա չեն, ցավը հենց այդտեղ է, որ ոչ նպատակն է լավ մտածված Միշայի ասած, ոչ ինքը իր բիզնեսն է լավ տիրապետում մանրամասներով, թե որը ինչի համար է ինքը անում, ինչը ինչով կարա ինչ-որ մի պահի փոխարինի, ոնց կարա ինքը իր գործընկերներին կամ գնորդներին ճիշտ հասնի, եւ այլ, շատ խնդիրներ կա, ու հենց դա է, որ անգամ աքսելերացիայի մասին խոսել էստեղ, կամ առավել եւս ներդրումներ ներգրավելու աճի մասին խոսք չկա, ու հենց դա է պատճառը, որ շատ լսում ենք, վստահ եմ մեր առօրյայում, որ ինչ որ մի պայման փոխվելու պարագայում բիզնեսը ուղղակի կորում է, կործանվում է։ Այ հենց այդ էս ամեն ինչը դրա հետևանքն է, որ լսում ենք, այս ինչ մեկը ինչ որ լավ գործ էր անում, լավ բիզնես էր անում, չգիտեմ, ճանապարհը փակվեց կամ գնորդը փոխվեց եւ այլ կամ գնորդը հրաժարվեց, դրականից խոսալով, ծավալները առևտրի մեջ շատացավ, պատվերները հա, շատացավ, անգամ դրական փոփոխությունը, շատ շնորհակալ եմ, այո, շատ ճիշտ դիտարկում, այո, չկարեցավ ու դրա համար կորցրեց իր մնացած բոլոր հաճախորդներին ու անգամ բիզնեսը, նույն իր ներդրումները, այդ ջանքը, թե ֆինանսական, թե իր աշխատանքային ժամանակային ռեսուրսներ ներդնելը ստացվում է անիմաստ էր, մի 5 տարի, 10 տարի, լավ, գուցե ինչ որ, այսպես ասած, յոլա գնաց, լավ էր, մի քանի կոպեկ ավել գալիս էր, ինքը իրան կարող էր արդեն որոշակի բաներ թույլ տալ, բայց հենց դրա հետևանքով ինքը ինչ որ մի օրի, իհարկե Աստված հեռու պահի, չգիտեմ ինչ ասեմ, բայց տեսնում ենք, ու ինչ որ մի պահից ինքը էլի մի տնավարի ասած, մնում է շվարած։ Իսկ եթե ոլորտներին անդրադառնանք ու ձեր մասնագիտական ոլորտներին գամ, գյուղատնտեսությանը գամ, տխուր էջը փագենք, այսպես խոսածս տպավորություններ ոնց որ մենակ շատ ամեն ինչ շատ վատ է եւ պոտենցիալ չի կա, փակենք գնանք պիտի պրոստը մի բան հավատանք, որ շատ ամեն ինչ շատ ավելի բարդ է, որովհետեւ ոգեշնչման փուլը, որ մենք շատ էինք ոգեշնչում անդադար, որ մարդիկ դա բանը, դե խնդիր ունենք մի ժամանակ գնաց բիզնեսի հանդեպ դրական վերաբերմունքի, շատերը երբ որ այս վերջի մի 20 տարի առաջվան սկսած, երբ որ բիզնեսը կարևորվեց, որ անհատները մտնեն բիզնես ոլորտ, որտեղ մաքրվեց միջավայրը, երբ որ թարմ ուժ էր պետք եւ այլն, ակտիվ արշավ գնաց, որ ամեն ինչ այնտեղ վախենալու բան չկա, գնացեք, պրոստը հակառակ էֆեկտ եղավ։ Հիմա բոլորը կարծում են, որ խաղուպար է բիզնես ոլորտը։ Այդ հետո վերաբերմունքն է, որ հա, հենա, մենք միշտ տեսնում ենք ովքեր սիրուն փայլուն մասը, կայացած բիզնեսների կամ գործող բիզնեսների, մտածում ենք հենա, ավտո է քշում ու գիտեն թե այդ իր հաջողության բանն է, նա չգիտի, որ այդ ավտոն էլ էլի Եթե թույլ կտակ մի հատ օրինակ բերեմ, ես մի քանի օր առաջ հանդիպել եմ մի ձեռներեցի, գյուղատնտեսի, ով որ տասնյակ հեկտարներ ուներ եւ պրոդուկտեր աճացնում, նենց չեմ ուզում մասնավորեցնեմ, ուղղակի բանը խոսակցության արդյունքն եմ ձեզ ուզում փոխանցեմ։ Ինքը ինձ ասեց Նատալի ջան, հիմա իմ գործերը ընտիր է, տարվա կտրվածքով ես ինձ շատ լավ եմ զգում, ամեն ինչ լավ է, ես գոհ եմ, ինչի գամ մասնակցեմ, ինչի։ Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորում են գյուղատնտեսության լիքը ինչ-որ կոմպոնենտներ, եթե ասեմ օրինակ, չգիտեմ, այդ 9%-ը, որ դուք առաջարկում եք, անկեղծ են զրուցում էինք, էլի։
Ասի հիմա տեսեք, օրինակ, դուք ասեցիք, որ 20 հեկտար, 10 հեկտարի վրա X տեսակի պրոդուկտն եք աճացնում եւ ունեք ձեր շուկան եւ տարիներով արդեն ընտիր անում եք, ինքը արդեն մտածում էր կաթիլային ոռոգման մասին, ինքը մտածում էր նոր տեխնիկայի, որ ինքը արդյունավետությունը հզորացնի, տեխնիկապես հզորացնի իր գործունեությունը, ասում եմ, ես sense բաներ եմ անելու, ոնց որ ամեն ինչ լավ է, էլի ես ինչի դիմեմ, ասում եմ, տեսեք, ասում եմ, իսկ միգուցե ասում եմ, եթե օրինակ ձեր նման մարդիկ, որ կան մեր ծրագրերի մասնակցեն, այդ տեսահորիզոնը մի քիչ կարող է տեղաշարժվի առայն, որ կարող է ձեր 10 հեկտարի, չգիտեմ, 5 հեկտարը, օրինակ եմ բերում, 10-ից օրինակ 2 հեկտարը դուք էքսպերիմենտալ ինչ-որ այլ բույսեր աճացնեք եւ պարզվի, որ դրա արդյունքում ձեզ ավելի արդյունավետ է լինում այդ նույն ռեսուրսը եւ նույն ամեն ինչը ներդնելով գործի մեջ շատ ավելի ոնց որ ռեսուրս շատ ավելի արդյունքի հասնեք կողքից մեկն ասեց հա լսի ասում եմ մենք սա պապական ասում եմ միշտ կարտոֆիլ ու մեկ էլ կաղամբ ենք աճացրել ընտիրա մինչև ասում եմ ինձ չհամոզեցին որ ես ազնվամորին փորձարկեմ ասում եմ հիմա հումորով ասեց ես երդվում եմ կերել որ էլ կյանքում ոչ կարտոֆիլ ոչ կաղամբ չեմ աճացնելու ծիծաղեցինք բայց իմաստն էր որ ինքը այդ քայլին գնաց եւ հասկացա որ այդ նույն միավորի շրջանակում նույն ռեսուրսի շրջանակում ինքը պետքա մի քիչ այլընտրանքային մտածի որ գա դրան չէ արդյունքում եւ որ ասում ենք պոտենցիալ ես այս 2 ամսվա ընթացքում ինչքան որ շփվել եմ Միշա այս ծրագրի շրջանակում տարբեր շահառուների տարբեր գործարարների հետ ես էլ էի մինչև դա այդպես կոպես մտածում բայց իմ մտածելակերպն էլ մի քիչ տեղաշարժվեց որ մենք իրոք ունենք այդ պոտենցիալը ստեղ մտածելակերպի մենք խնդիր ունենք ավելի շատ որ ինչ որ արդյունքի հասած ձեռներեցները իրենք մտածում են որ իմ մոտ ամեն ինչ լավ է ինչի բայց այդտեղ գալիս է հարց նույն միտումները որը որ Աննայի եւ Արտուրի հենց մոդուլների անմիջական մաս է կազմում գյուղատնտեսության եւ туриզմի եւ հյուրընկալության ոլորտում առաջիկայում ակնկալվող փոփոխությունները կամ տրենդները, միտումները, հա, մենք որպես ձեռներեցներ մենք ինչպես պետք է հասկանանք այդ միտումները, ինչպես անալիզ անենք, ինչպես վերլուծենք եւ ինչպես դա կօգնի մեզ ճիշտ պլանավորվել մեր հետագա քայլերը տվյալ process-ում, տվյալ գործունեությունում։ Աննա ջան, դու մի քիչ կխոսես կոնկրետ քո ոլորտում միտումներից, որտեղից ես վերցրել այդ տվյալները, ոնց ես եկել այդ եզրահանգման, որ այս միտումների վրա մենք Հայաստանում կարող ենք ուշադրություն դարձնել դրանց վրա։ Բարև ձեզ, Նատալի ջան, շատ շնորհակալ եմ ձայնի իրավունքի տրամադրման համար, ողջույն գործընկերներ ջան, ողջույն սիրելի մասնակիցներ, ես Աննա Առաքելյանն եմ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Նատալի ջան դասական ձևաչափից փոքր-ինչ շեղվելով, ամեն դեպքում են վստահության համար, այն հնարավորության համար, ամեն դեպքում ես սա համարում եմ հնարավորություն, որովհետև ի տարբերություն իմ սիրելի գործընկերների, ես ծրագրին եւ ընդհանրապես կազմակերպության այս հրաշալի թիմին նոր եմ միացել եւ սա իրականում ինչքան հաճելի է, կրկնակի անգամ էլ մեծ պատասխանատվություն է։ Բայց երևի թե կարծում եմ բախտավոր աստղի տակ եմ ծնվել, որովհետև այս հրաշալի թիմին ի լրումն գալով ես նաև հնարավորություն ունեմ իմանալու իրենց տեսակետները, կիսելու իրենց կարծիքները, իրենք կիսում եմ այստեղ հնչած յուրաքանչյուրի կարծիքը, որովհետև շատ պրոֆեսիոնալ էին, շատ փաստահեն, շատ փաստարկված եւ վստահաբար մեծ հետազոտությունների հիման վրա կազմված։ Ընկերներ, անցնելով Նատալիի հարցը ուղղված Արտուրին, երևի թե երկու խոսքով ասեմ ով եմ ես եւ ինչ կապ ունեմ туриզմի եւ հյուրընկալության հետ առհասարակ Արդեն շուրջ 10 տարի է ես ոլորտում եմ, տարբեր ասպեկտներով եմ շոշափել զբոսաշրջության ոլորտը, ղեկավարելով զբոսաշրջության կոմիտեն, որպես կոմիտեի առաջին փոխնախագահ 2022 թվականին եւ այդ ընթացքում նաեւ դասախոսելով կայուն զբոսաշրջություն
տրամադրելով mentoring, consulting տարբեր կազմակերպությունների համար, եղել եմ նաև միջազգային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ եւ բիզնեսի հետ կապված եմ բավական սերտ կապերով։ Երկու խոսք կուզեի ասել առհասարակ նրա մասին, թե ինչի վերաբերյալ է այս ամենը։ Տեսեք, ինչպես իմ ընկերները, այնպես էլ ես բազմաթիվ առիթներ ենք ունեցել շփվելու, ուղղակիորեն աշխատելու, խորհրդատվություն տրամադրելու տարբեր կազմակերպություններին, ամենատարբեր ձևաչափերով, եւ իմ համար ես բացահայտել եմ մի կարևոր բան։ Բիզնեսներից շատերի մոտ գործը շատ լավ է, գործերը լավ են նաև իմ մոտ, այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք բախվում առաջին փոփոխություններին, որը մեզ ստիպում է դուրս գալ մեր հարմարավետության գոտուց եւ ընկնել ամբողջությամբ այլ իրավիճակի մեջ։ Իսկ բիզնեսում դժվար չի պատկերացնել, սա այսօրվա արդեն իրականությունն է, որ հաջողության են հասնում ոչ թե այն մասնակիցները, ովքեր ունեն շատ ռեսուրսներ, այլ այն մասնակիցները, ովքեր ունեն տարբերվող մտածողություն եւ ովքեր կարողանում են մտածել, անգլերենով մենք ասում ենք think big, մտածել մեծ։ Իսկ մեր բիզնեսների դեպքում ես նույնպես բացահայտել եմ մի քանի անհարմարություններ, մասնավորապես մեր բիզնեսները գործում են օպերացիոն մակարդակում, այսինքն, երբ որ խոսում եմ տարբեր հյուրատների, հյուրանոցների, տուրիստական բիզնեսի ղեկավարների, մենեջերների, համակարգողների հետ, խնդիրը դրված է հետևյալ կերպ։ Ինչ անեմ, որպեսզի ես կարողանամ լցնել հաջորդ սեզոնին իմ հյուրանոցների, հյուրատների սենյակները կամ բերեմ հաջորդ հյուրին։ Բայց ես շատ քիչ եմ հանդիպել, եթե երբևէ հանդիպել եմ այնպիսի բիզնեսներին, որոնք մտածում են, ինչպիսին պետք է լինի իմ բիզնեսի ապագան առաջիկա 3 տարում, 5 տարում, 10 տարում։ Եվ ես այստեղ հայտնվել եմ հենց այդ փորձից։ Եվ այստեղ մենք խնդիր ունենք փոխանցելու ինչպես ձեզ, այնպես էլ մնացածներին, որ սա ոչ թե զուտ տեսական դասընթաց է իր ամենասովորական իմաստով, ոչ։ Այս մոդուլները, որոնք մշակվել են իմ կողմից, Միշայի կողմից, Արտուրի կողմից եւ մեր մնացած բոլոր փորձագետների կողմից, հանգում են մի կարևոր բանի, ինչը որ ես անվանում եմ հեղափոխություն մտածողության մշակույթում։ Սա նոր մտածողության մասին է, սա առհասարակ մտածողության վերափոխման մասին է, որովհետև հաջողության հասնելու համար մենք պետք է փոխենք մեր մտածողությունը, ոչ թե փոխենք իրերի ընթացքը եւ փորձենք այսպես շտապողականության մեջ հարմարվել այս միտումին, այն միտումին, այլ պետք է նախահարցակ լինենք, հասկանանք ինչ է պահանջում շուկան եւ կազմենք մեր ապագայի ռազմավարությունը 3 տարվա համար, 5 տարվա համար, 10 տարվա համար հենց այսօրվանից։ Եվ իմ նպատակը հենց դա է։ Մասնակիցներին օգնել մտածել մեծ, որպեսզի այսօր կայացրած որոշումները վաղը դառնան ոչ թե սահմանափակում, այլ աճի եւ զարգացման հնարավորություն։ Այսքանը որպես նախաբան, Նատալի ջան, եթե կարելի է խոսեմ միտումների մասին, հա, ընկերներ, միտումները մշակելուց ես շատ հստակ գիտեի, թե որն է իմ նպատակը։ Ես նպատակ չունեի առհասարակ հավաքել, այսպես հենց ցուցակագրել ժամանակակից այն նորաձև տրենդները, որոնք չափազանց կարճաժամկետ են եւ անցողիկ, այսինքն ինչ արագությամբ որ գալիս են ոլորտ, նույն արագությամբ էլ իրենց պատմում են եւ անհետանում։ Հակառակը, ես հիմքում դրել էի մի շատ կարևոր հանգամանք, ես պետք է բացահայտեի եւ վերհանեի նրանք, որոնք ոչ թե ուղղակի տրենդ են, այստեղ տարբերակում կա այլ միտում, եւ որոնք որ երկարաժամկետ միտում են եւ ձևավորելու են туриզմի եւ հյուրընկալության ապագան նվազագույնը առաջիկա 5 տարիների ընթացքում, իսկ որոշ զեկույցների համաձայն, միջազգային զեկույցների համաձայն, ոլորտում գործող զեկույցների համաձայն, անգամ դրանից ավել։ Եվ սա լավ է։ Ճիշտ է, մենք չպետք է մերժենք այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք դինամիկ զարգացող ոլորտում եւ այն աշխարհում փոփոխությունների այն տեմպը, ինչ որ տեղի է ունենում, այն արագությունը, որում որ դա գործում է, սա ամբողջությամբ կարող է փոխել էկոհամակարգը, բայց միևնույնն է, այս միտումները վեր են հանվել հիմքում ունենալով մի քանի կարևոր կոմպոնենտ։
Առաջին, միտումները մշակելիս ես հաշվի եմ առել 3 կարևոր չափանիշներ, որոնք ուղղորդել են ինձ առանձնացնել ոչ թե միտումների X խումբ, այլ կոնկրետ այն միտումների խումբը, որոնք որ ես բացահայտել եմ։ Զբոսաշրջիկի վարքագծի փոփոխությունները։ Մենք պետք է հաշվի առնենք իրականում, որ այս դինամիկ զարգացման մեջ սա թելադրում է արդեն փոփոխություն վարքագծում, փոփոխություն ապրելակերպում, այսինքն փոխում են տեխնոլոգիաները, սրան զուգահեռ փոխում են մարդկանց կենսակերպերը, սրան զուգահեռ փոխում են կարիքները, ակնկալիքները եւ սպասելիքները։ Եվ որպեսզի ձեր բիզնեսը պատրաստ լինի ապագային, պետք է կառուցել պրոդուկտը, ծառայությունը եւ առաջարկը արդեն իսկ հաշվի առնելով այն վարքագծային փոփոխությունները, որոնք մարդկանց ստիպելու են իրենց կարիքը բավարարելու համար գնել հենց այդ պրոդուկտը։ Երկրորդ չափանիշը, որ հաշվի եմ առել, դա այն է, թե բացահայտված միտումները ինչ օգուտ են տալու եւ արդեն իսկ ինչ օգուտ են տալիս ինչպես բիզնեսներին, այնպես էլ ոլորտին։ Ու գիտեք, ես այստեղ ուզում եմ շեշտել մի չափազանց կարևոր հանգամանք, որ չնայած իմ մոդուլը վերնագրված է ապագային միտված հյուրընկալություն եւ տուրիզմ եւ միտումները խոսում են հենց այդ մասին, այսինքն իրենք կենսունակ են լինելու առաջիկայում նվազագույնը 5 տարվա կտրվածքով, բայց դրանք աշխատելու են եւ ձեզ համար ֆինանսական օգուտ են բերելու հենց այսօր, այն բանից հետո, երբ որ դուք ուշադրություն դարձնելով, հետևելով այդ միտումներին, կձևավորեք այդ միտումներից բխող փորձառություններ, պրոդուկտներ եւ ծառայություններ եւ կհանեք շուկա։ Եվ երրորդ, ինչպես են այդ միտումները օգնելու ինչպես ոլորտին, այնպես էլ առաջին հերթին բիզնեսներին մնալ դիմակայուն եւ պատրաստ ապագային։ Իհարկե այս ամենի մասին իմ գործընկերները արդեն խոսեցին, ուղղակի այսպես հենց համակարգային փոքրիկ ամփոփում։ Եվ արդեն այստեղ բաց է, որ խոսքը երկարաժամկետ միտումների կամ միտումների երկարաժամկետ դրսևորման մասին են։ Իսկ սա ինչ է խոստանում։ Սա խոստանում է գրավիչ վերադարձելիություն ձեր ներդրումների համար, անկախ նրանից դա կլինի ֆինանսական ներդրում, ժամանակի, ռեսուրսայի, մտածողության, վարքագծի, բայց բնականաբար առաջին հերթին բիզնեսի գլխավոր նպատակը դա ֆինանսն է, այսինքն երկարաժամկետ միտումը խոստանում է, որ եթե դուք գնում եք այդ միտումի հետևից, դուք այսօր կառուցում եք, բայց ֆինանսական ռենտան ստանում եք ոչ միայն այսօր, այլև վաղը, երկրորդ տարում, երրորդում, չորրորդում, հինգերորդում ու նաև մեծ հավանականությամբ նաև ապագայում։ Եվ այստեղ առանձնացրել եմ 5 հիմնական միտում, այդ միտումների, այսպես հենց թույլ տվեք ասել, գլոբալ լանդշաֆտից, որոնք հնարավորինս շատ են, բայց նորից եմ ուզում շեշտել, ընտրվել են այն միտումները, որոնք ոչ թե կարճաժամկետ են, ոչ թե ուղղակի տրենդային եւ անհետանալու են վաղը, այլ որոնք խիստ երկարաժամկետ են, հիմնված մարդկանց վարքագծային փոփոխության եւ այդ կարիքից բխող անհրաժեշտության վրա։ Օրինակ, որը որ կազդի հենց Հայաստանի, որը որ հենց անմիջապես Հայաստանի գործող բիզնեսների համար է։ Միանշանակ։ Շնորհակալություն Նատալի ջան, ձեր լրացման համար, շատ տեղին լրացման համար, ու ինչի է ընկերներ սա կարևոր հաշվի առնել, որովհետև եթե ես օրինակ որպես պատող ցանկանում եմ գնել ինչ-որ պիջակ կամ օրինակ բլուզ, մեր կարիքները նույնը չեն, եւ այստեղ մենք խնդիր ունենք մի շատ կարևոր բան հասկանալու։ Բիզնեսը երբեմն ասում է, այ իմ պրոդուկտը, իմ ծառայությունը սա է։ Երբ որ գնում ենք գումարը գրպաններս դրած եւ ասում ենք, այ ինչ փաթեթ կառաջարկեք, առաջարկում են X փաթեթը, Y փաթեթը, Z փաթեթը, ասում ենք չէ, սա չի։ Ու մարդը ասում է լավ, եթե սա չես ուզում, բայ դեպքում ինչ ես ուզում, իմ ունեցածը սա է։ Այ երբ որ ես ասում եի, որ սա մտածողության փոփոխության մասին է, նաև վերաբերում է նրան, որ մենք պիտի մարդկանց ոչ թե ստիպենք, անուղղակիորեն ստիպենք գնել այն, ինչը որ մենք ունենք եւ ինչը որ մենք ենք կարողանում առաջարկել, այլ մարդկանց առաջարկել այն, ինչի կարիքը որ իրենք ունեն, որովհետեւ եթե ես ցանկանում եմ հագնել ավելի տաք բլուզ կամ վերնաշապիկ, որովհետև ես այս պահին մրսում եմ, նույն կարիքը Նատալին կարող է չունենալ։ Իրեն կարող է պետք լինել այնպիսի բլուզ, որը ավելի էլեգանտ է, աշխատանքային, ներկայանալի եւ այլն եւ այլն։ Եվ փորձելով ամփոփել 5 միտումներն են. դանդաղ տուրիզմը,
որը որ այսօր կենսական պահանջ է, օրինակ հատկապես ներգնաց զբոսաշրջիկների համար։ Երբ որ մարդիկ գալիս են, մենք տանում ենք մարդկանց, ասում ենք, սա այս եկեղեցին է, նա այն եկեղեցին է, այս մեկն է, մարդիկ այլևս չեն ուզում պարզապես տեսնել։ Մարդիկ ուզում են այնպիսի պրոդուկտներ, որը իրենց կտա փորձառություն ունենալու հմտություն եւ կյանքը տեղաբնակի նման ապրելու հնարավորություն, դանդաղ տուրիզմ, կայուն զբոսաշրջություն, այսինքն կայունությունը այսօր բիզնեսի համար դառնում է պահանջ, քանի որ դուք գիտեք, որ տուրիզմը ինչպես կախված է բնությունից, բնական ռեսուրսներից, այնպես էլ սպառում է բնական ռեսուրսները, դրա համար կայունությունը արդեն բարձ չի, դա պահանջ է։ Տեխնոլոգիաների մասին ենք մենք խոսելու, որոնք այսօր ավելի քան անհրաժեշտություն են, խոսելու ենք leisure զբոսաշրջության մասին, ինչը որ բիզնեսի եւ հանգստի համադրությունն է, եւ խոսելու ենք անհատականացման մասին, որովհետեւ այսօրվա տուրիստը ինքը տեսած է եւ ցանկանում է իր գումարի համար ստանալ համապատասխան արժեք ըստ իր անհատական նախապատվությունների։ Մերսի Աննա ջան, մերսի, շատ արագ սենց անցար ամբողջ մոդուլի վրայով, շատ հետաքրքիր էր, ես անպայման անձամբ քո մաստեր կլասը արդեն վիդեոյի տարբերակով երևի առաջիններից կլինեմ մի շայից հետո որ կտեսնեմ, ուզում եմ նույն ձևի միտումների մասին հարցնեմ նաև Արտուրին, մինչև այդ մոռացա ներկայացնեմ Աննային, որ Աննայի հետ համագործակցությունը սկսել ենք One Way Ակադեմիայի շրջանակում, հա, եւ Աննան շնորհակալություն One Way Ակադեմիային, որ հենց անձամբ քեզ է առաջադրել որպես փորձագետ։ Նաև ասեմ, որ մեր ծրագրի շրջանակում туриզմի եւ հյուրընկալության ոլորտում մենք ունենք եւս մեկ գործընկեր կառույց, Տատիոսա ակադեմիան է, որը որ առաջարկում է туриզմի եւ հյուրընկալության ոլորտում հոթել մենեջմենթի ծրագիր գործիք, որտեղ արդեն մեր մասնակիցների ծրագրի մասնակիցներն արդեն առարկայական, անհատական, առարկայական իրենց համար հարմարեցված, իրենց туриզմի եւ հյուրընկալության միավորին հարմարեցված գործիքակազմ իրենց կառաջարկվի։ Հիմա սիրով փոխանցվեմ նաև խոսքս Արտուրին, Արտուր ուզում եմ դու էլ նաև մի քիչ գյուղատնտեսության ոլորտի միտումներից խոսես, այս հարցս որտեղից է գալիս, շատ են ինձ դիմում, նո անձամբ կոնկրետ ինձ շատ են դիմել, բնականաբար Իրիսին էլ, իմ գոլեգաներին էլ, ասում են օրինակ հարցը ձևակերպում են հետևյալ ձև, որ ոլորտում խորհուրդ կտակ, գյուղատնտեսական որ նեղ ոլորտում խորհուրդ կտակ ուշադրություն դարձնել ավելի, օրինակ ջերմոցների մասին հիմնականում հարց են տալիս, օրինակ ջերմոցային կուլտուրաներ, կոնկրետ որ ջերմոցային կուլտուրա, արդյոք արժի ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում ներդրում կատարել բիզնես սկսել կամ շարունակել, եւ դրանից էլ հենց բխում են միտումները, թե մեր առհասարակ ինչ է սպասվում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում, դու ինչ կարծիք ունես դրա վերաբերյալ։ Շատ լավ, շնորհակալ եմ բարդ վատ հարց տալու համար, Նատալի ջան։ Իրականում չէ, ասեմ անկեղծ լինեմ ու վստահ եմ բոլորս համամիտ կլինենք, ամենաանշնորհակալ գործն է ու ամենաըստիս ոչ ճիշտ բանն է, այդպեսի մի խորհուրդ տալ, թե ինչով զբաղվենք, ինչ աճեցնենք եւ այլ, հա։ Շատ սխալ կլինի ինչ որ մեկին ասել, այ գնա ծնեբեկ աճեցրա, հա։ Արտուր ջան, մի քիչ որ խնդրեմ բարձր կխոսես։ Հա։ Ասում եմ, հիմա լսվում է նորմալ է։ Ամենասխալ բանն է ու ամենաբարդ բանն է, ինչ որ մեկին խորհուրդ տալ, թե կոնկրետ ինչով զբաղվի, որովհետև չի կարելի ասել, այս ինչ բիզնեսը լավ է, կոնկրետ գյուղատնտեսության դեպքում պայմանական գնա բրոկոլի աճացրա կամ մեղվաբուծությամբ զբաղվի, մեղր արտադրի, որովհետև այնքան գործոններ ու հանգամանքներ կան, որից որ կախված է լինելու այդ մարդը կհաջողի թե ոչ, շատ են իրականում, ահա որ շատ քան առաջի սենց վարկյանին մտածում ենք, էլի, այն որ մեկը ինչ-որ մի բանում հաջողել է ու այսօր շատ լավ բիզնես է հիմնել ու շատ կայուն աճում է, դա դեռ չի նշանակում, որ ես օրինակ նույնը կարամ անեմ, հա։
Հետևաբար դա մի քիչ սխալ է։ Ուրիշ բան, որ պետքա ավելի շատ հենց օգնել մարդուն հասկանա այ որտեղ է իր ուժեղ կողմերը, ինչն է ավելի ճիշտ, ինչպես ինքը պետքա կառուցի իր բիզնեսը, Ու անունը ինչը ինչի։ այո, ինքը հասկանա, այո, նույն թե Միշան էր սկզբում անդրադարձել, թե քիչ առաջ Աննան խոսեց դրա մասին, հասկանա թե պահանջմունքները մարդկանց, միտումները ինչն են, ինչպիսին են եւ ինչ միտումներ կան ու սահմանել ինքը իր մեջ, ինքը իր համար առաջի հերթին, ինքը ինչ է ուզում, ինքը ոնց է պատրաստվում, իր նպատակները, իր տեսլականը, ինչի՞ չէ իր սրտի ուզածը, որովհետև շատ ժամանակ ամենալավ բիզնեսը հենց նա է, որը իրոք դու անում ես սիրով ու սրտանց ու հավատալով, որ դու ինչ որ խնդիր ես լուծում, ինչ որ մի լավ բան ես բերում։ Ու իրոք դա շատ կարևոր են այդ հանգամանքները։ Հետևաբար դա մի քիչ սխալ կլինի։ Կոնկրետ իմ դեպքում, իմ թեմայի դեպքում նմանապես ոնց որ եւ Աննան փորձել եմ առանձնացնել այն ուղղությունները, կոնկրետ այն գործընթացները, որոնք առաջի հերթին առաջիկա 5-10 տարիների ընթացքում լինելու են մարդկանց, մարդկության առհասարակ պահանջմունքները, հա, այսինքն նայել եմ մարդկանց վարքագծի, մարդկանց պահանջմունքների փոփոխման միտումները, հա, դեպի ուր է գնում։ Երկրորդը, ինչպես խոսեցինք ամենասկզբում, այսօր մեր մոտ Հայաստանում շատ բիզնեսներ եւ մասնավորապես հենց գյուղատնտեսության ոլորտում զբաղվում են ինչ-որ մի բանով, որպես ավելի շատ որպես ավանդույթ, սովորույթ կամ ինչ-որ մեկից տեսած լավ փորձ, աշխատում են շատ հին մեթոդներով, գործելակերպերով, շատ ժամանակ շատ հին տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով, հա, ու այստեղ ի տարբերություն երևի թե մի քիչ туриզմից, կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում ես կարևոր եմ համարում մի քիչ ավելի sense շոշափելի առարկայական փոփոխությունները, որոնք ցավոք սրտի մինչև այսօր մենք չունենք։ Էլի մեր գյուղատնտեսական բիզնես ասածը կլինի դա առաջնային արտադրություն, թե վերամշակություն, դեռ շատ բաներ ունենք անելու, անգամ որ իրենց ուղղակի համարենք սկզբնական փուլի բիզնես, հա։ Հետևաբար իմ թեմաներում կան գործընթացներ, որոնք վերաբերում են հենց այդ խնդիրները լուծելուն, որպեսզի մարդիկ գոնե այս փուլում լինեն մրցունակ, ինչ որ մի փոքր գործոնի փոփոխման կամ ինչ որ ստրեսի, շոկի հետևանքով իրանք չկորցնեն իրենց բիզնեսը, իսկ դա շատ լուրջ վիճակում է։ Իրոք մեր հայկական հատկապես գյուղատնտեսական բիզնեսների մեծ մասը շատ ոչ կայուն վիճակում են։ Առավել եւս հաշվի առնելով վերջին տենդենսները դեպի շուկաների, այսպես ասած դիվերսիֆիկացիա, հաշվի առնելով մեր ապրանքի մանավանդ գյուղատնտեսական մրցունակության խնդիրը, հա, որովհետև մենք ունենք մեծ խնդիր լոգիստիկայի հետ կապված, բոլորս է գիտենք, հետևաբար շատ կարևոր է, որ մեր արտադրողները գոնե ունենան այն ամենապատշաճ, ամենալավ մրցունակ արտադրանքը ու որակը, որպեսզի կարողանան այն նիշաներում աշխատեն, վաճառեն, որտեղ որ լոգիստիկայի գինը այդքան չի ազդի ապրանքի մրցունակության վրա։ Հետևաբար պետք է ունենան լավ որակ, ճիշտ կիրառելի տեխնոլոգիաներ, նույն սննդամթերքի անվտանգության համակարգերը, որակի վերահսկողության համակարգերը, տարրական, ու այս ամեն ինչը ասում եմ ոչ թե բարդ, ու հենց այդ է կարևորում եմ, նո համենայն դեպս կարծում եմ ճիշտ եմ արել, որ խոսքը լինելու է ոչ թե այն բարդ ստանդարտների եւ այլ համակարգերի մասին, այլ տարրական այն մինիմում նվազագույն համակարգերի ներդրումը, որով դու կարող ես
ցույց տալ քո գնորդին կամ գործընկերոջը, որ քո ապրանքը անվտանգ է, քո արտադրությունը կայուն է, պատրաստ ես ու տիրապետում ես քո ոլորտի ինչ-որ ռիսկերին, շոկերին եւ այլ եւ այլ։ Իսկ այսօր հենց էլի որ հետ գանք միտումներին, այսօր ընդհանուր ամբողջ աշխարհում առասարակ այս տենդենսներն են շատ ուժեղանում, որ անգամ գնորդները, սպառողները, հա, սովորական սպառողը ուզում է գնի այն ապրանքը, որ վստահ լինի, որ դա արտադրվել է առաջ երկրին բնականաբար անվտանգ, բայց նաև որ արտադրվել է չվնասելով բնությունը, պահպանելով ինչ որ բնապահպանական, անգամ սոցիալական ստանդարտներ, հա, ու ամբողջ աշխարհն է կամաց գնում դրան, հատկապես այսպես կոչված զարգացած երկրների շուկաները հիմա այդ պահանջարկն է։ Ու դրա համար մենք գոնե մեր բիզնեսները ասում եմ պետք է ունենան առնվազն այդ նվազագույն այդ համակարգերը ներդրած անվտանգության, որակի, հետագծելիության, ունենան նաև կիրառեն ու գոնե գիտելիք ունենան եւ պատկերացում ունենան, թե ինչպես ներդնեն նոր տեխնոլոգիաները, այսպես կոչված թվային վերափոխում, փոխակերպում, չգիտեմ ոնց է կոչվում, այսինքն օգտվենք այդ բոլոր առավելություններից, որ այսօր քո ասած 21-րդ դարը մեզ տալիս է, ու գնալով էլ ավելի շատանում այդ հնարավորությունները, ու եթե մենք դրան չհետևենք ու գոնե կամաց չսկսենք դա կիրառել մեր բիզնեսներում, մեր բիզնեսները շատ արագ այդ մրցունակության ճակատամարտը, այսպես ասեմ, կպարտվեն, հետևաբար կան շատերը, որոնք կիրառում են, բայց այնքան շատ են այդ գործիքներն ու հնարավորությունները, որ պարբերաբար պետք է վերանայվի ամեն մի նոր բան շատ արագ փորձ արվի ներդնել։ Դրանց մասին է լինելու եւ այն ամենահիմքերից մեկը, որ կարծում եմ էլի շատ կարեւոր է ցանկացած բիզնեսի կայունության համար, առաջերտին ինքը իրար ճանաչի, այսինքն ինքը իր արժեշղթան լավ պատկերացնի։ Այսօր շատերը, այսպես ասած, գլուխը կախ իրանց գործն են անում, կան հստակ ձևավորված ինչ որ գործընկերային կապեր, մեկը հումքն է բերում, մեկը, չգիտեմ, տրակտորն է, գիտեմ, կլաստերային ամեն ամիս կգնամ կվարձեմ եւ այլ, կամ կվաճառեմ, ասենք, Արթուրին կամ Միշային գալիս է ամեն տարի տանում է, ամեն մեկը ոնց որ պարփակված է ինքը իր նեղ արժեշղթայի իր կոնկրետ մասում, բայց ինքը որպեսզի կայուն լինի, պատրաստ լինի ռիսկերին ու շոկերին, ու ինչու ոչ հենց հնարավորություն ունենա նոր հնարավորություններ գտնելու, իր մրցունակությունը բարձրացնելու, իր եկամուտները շատացնելու, իր ռիսկերը նվազեցնելու, ինքը պետք է շատ լավ պատկերացում ունենա իր ամբողջ արժեշղթայի մասին։ Այսինքն հենց այն ամենասկզբից, թե հումքը որտեղից է գալիս, ինչ է, ոնց է գնագոյացում, մինչև իր ապրանքի վաճառքը, ինքը ամբողջ շղթան պետք է շատ լավ տիրապետի ու վերլուծի, պարբերաբար ինքը պետք է վերլուծի ինքը իր արժեշղթան։ Այն ինչը ինքը այսօր շատ լավ հաջողությամբ անում է, դեռ չի նշանակում, որ վաղը նույն ձև կշարունակվի, հետևաբար ինքը ժամանակ առ ժամանակ պետք է ինքը իրանով ուղղակի այսպես մի վարժություն անի, որ ինքը վերանայի։ Գուցե այս պահին մի հատ նոր հնարավորություն կա, որը ես կարող եմ օգտագործել, կամ նոր շուկա կա, որտեղ կարող եմ դուրս գամ, կամ նոր հումքի տեսակ կա, որը կարող եմ առնել, եւ այլ եւ այլ։ Այսինքն հենց խոսելու եմ այդ բաների մասին ու ըստիս գուցե մի քիչ ավելի, ասենց ասած, հայերեն ոնց են ասում, պրիզիմիլիոննի ավելի առարկայական, ավելի իրական, հողի վրա բաներից եմ խոսելու, բայց ցավոք սրտի այսօր մեր մոտ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, իհարկե էլի ոչ բոլորը, բայց շատ մեծ մասը զբաղվում է այդ այն վիճակում է գտնվում, որ իրանց այդ անգամ այդ հասարակ տարական սննդի անվտանգություն օրինակ։ Պարզ ես
ասում եմ ես ինքս տեսել եմ տարբեր արտադրություններ ու ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ Եվրոպային արտահանում։ Թվում է թե ոնց թե եթե Եվրոպա է արտահանում, ուրեմն այս պետքա լուրջ արտադրություն Այլ ունենա, բայց չխոսենք որ նայեմ ինքնարժեքի ես, մասին։ կոպիտ եմ ասում, ամենավատ պայմաններում, երևի թե ասենք վստահ եղեք, որ տներում, եթե ինչ-որ մեկներ կա, տանն է ինչ-որ մի արտադրություն դնում, ավելի մաքուր ու լավ պայմանները, քան այդ այսպես կոչված սննդի արտադրություն, ու մեկը չի, երկուսը չի, շատերն եմ տեսել, շատ վատ պայմաններ, այդտեղ պատճառները Կուլտուրայի ուրիշ են, մասին է, այո։ թողնես չստացվի, թե որ ոնց կարա տենց լինի, որ Եվրոպա արտահանողը բան չանի, Եվրամիության այդ վերահսկման մեխանիզմների առկայության պարագայում, չէ, դա հնարավոր է, որովհետև եթե դու արտադրում ես որոշակի չափով ցածր ռիսկային արտադրանք, սնունդ, ու նաև եթե քո արտահանման քանակները փոքր են, կոպիտ ասած Եվրամիության ընթացակարգի այնպես են, որ իրանց համար դու հետաքրքիր չես, այդքան մեծ ռիսկ չես ներկայացնում, հետևաբար իրանք քեզ չեն ստուգում, ու շատերը, որոշները, այսպես ասեմ, որոշակի կեղծ, այսպես ասած, սերտիֆիկատներով կամ փաստաթղթերով, հայտարարություններով, դա կոչվում է հայտարարություն, որ ես հետևում եմ սննդամթերքի անվտանգության հաստ համակարգին, ու դա բավարար է Եվրամիության այդ սահմանային իշխանությունների համար, որպեսզի քո ապրանքը անցնի, ու այդպես է ստացվում, որ շատերը անում են, բայց դեռ չի նշանակում, որ իրանց սնունդը արտադրվում է պատշաճ պայմաններում եւ անվտանգ։ Եվ հենց այդ մշակույթի, բիզնես մշակույթի վրա աշխատելու նա նաև ուղղված մեր ակսելերատոր ծրագիրը, որ եթե այս պահին հիմա տենց աչքերը փակում են այդ փոքր քանակի արտադրողների արտահանման որակին, չեն ստուգում, դա չի նշանակում, որ դա այդպես է լինելու, որովհետև արտադրողների ու արտահանել ցանկացողների ու միտում ունեցող միավորների քանակը գնալով շատանում է եւ այդ պրոցեսներն էլ արդեն ավելի են համակարգվելու, իսկ դա նշանակում է, որ այսօրվանից արդեն պետքա այդ մտածելակերպից ելնելով պլանավորել գործառույթները, աշխատանքները եւ պատրաստվել դրան։ Միշա ջան, իսկ դու պրոդուկտի տեսանկյունից տես, օրինակ շատ գեղեցիկ սենց մի անգամից անցում ա լինում, հղում ա լինում հենց Արտուրի ասացին, որ կարիքահեն լինի եւ շատ հաճախակի պետքա յուրաքանչյուր ձեռներեց, մանավանդ գյուղատնտեսության ոլորտում ինքը նաեւ ոնց որ տարին մի քանի անգամ վերլուծի այդ կարիքը, շուկայի պահանջը, այլ այն չէ, ինչը որ ինքը այս պահին կարող է տալ եւ ուզում է հարմար է իրան տալ, այլ այն ինչ շուկան է պահանջում։ Դու պրոդուկտի տեսանկյունից տես, մենք խոսում ենք գյուղատնտեսության պրոդուկտի, ոլորտի պրոդուկտի, տուրիզմի պրոդուկտի, մի քիչ ըստ երևույթին դու պետքա մի քիչ շատ ունիվերսալ խոսաս, ըստ ես այդպես եմ հասկանում։ Ինձ շատ հաճելի էր, երբ որ Աննան էլ Արտուրն էլ խոսում էին այդ թեմաներից, որ ես եւս մեկ անգամ համոզում եմ, որ այն թեման, որը ես դրոշակի պես վերցրել եմ ու 10 տարուց ավել գնում եմ, դա կարիքի տեսությունն է, հենց մարքեթինգի հիմքը, որ կա կարիք, պահանջմունք, պահանջարկ, ու երբ որ մարդ ասում է ես սոված եմ, դա կարիք է։ Բայց երբ որ մարդ ասում է ես սուշի եմ ուզում, մեկ ասում է շարմա եմ ուզում, մեկ ասում է մամայի բորշն եմ ուզում, դա պահանջմունքն է։ Ու դուք պիտի հասկանաք ու կարողանաք հստակ տարանջատեք, որն է մարդկանց կարիքը, որն է պահանջմունքը, ու արդյոք իրանք պատրաստ են դրա համար վճարել։ Այդ իմ մոդուլի առաջի թեմանն է, հիմքն է, բայց այդ էլի ինչքան ուզում ենք մենք դիմադրենք ազգովի բիզնես համայնքը, ուզեք չուզեք դուք պետք է շփվեք ձեր հաճախորդների հետ, ժողովուրդ ջան, ինչքան ուզում եք խուսափեք, ես չեմ հասկանում, դա էլի գալիս ենք միջազգային շփում ընտանիքի կարող է դաստիարակության խնդիր է, մենք ամաչում ենք, մենք միգուցե գործիքակազմը չունենք մարդկանց հետ շփվելու կամ ինչ-որ ֆոկուս խմբեր կազմակերպելու, փորձնական վաճառքներ իրականացնելու, շուկայի ինչ-որ յուրահատուկ ռիսորսներ իրականացնելու, արդյունքում կտրված իրականություններ է, բիզնեսը արտադրում է մի բան, որը իր կմահաճույքի դրսևորումն է, դա իր մանկական տրամաներից դուրս եկած ինչ-որ Իր մոտ դա լավ է ստացվում։ Ես իմ տատիկը լավ փախլավա արել, ասա քո փախլավան ոչ մեկին պետք չի վաղուց, այդ
Իմպուլսիվ գնումներով, եթե ձեր փառատոնավաճառներից մի երկու անգամ ինչ-որ բան գնում են, դա չի նշանակում, որ ձեր ապրանքը վայելում է պահանջար։ Պրոստը իմպուլսիվ գնումներին խաբվում են, գնում ենք առաջ ու ներդրում ենք անում, ուռճացնում ենք այդ ավելի արժեք չունեցող պրոդուկտը դարձնում ենք ավելի Կարճաժամկետ։ շքեղ, հա, ու փորձում ենք բանա, փոքրիկ ինչ-որ նիշայում պատեպատ ենք մեզ տալիս, մինչև հոգնում ենք, գնում ենք ինչ-որ միտեղ գործ ենք ընտրում, աշխատում ենք, որ արդյունքը ավելի լավ է լինում։ Երկրորդի մոդուլը բանի մասին է, հենց այդ համապատասխանելիությունը շուկայի ու բանի քո պրոդուկտի, այնտեղ կետ առ կետ ես փորձել եմ գործիքներ ներկայացնեմ, որ բանը թե առաջի քայլով ինչ ես անում, երկրորդ քայլով ինչ պիտի անես, չգիտեմ, MVP-ն քո ստեղծես, այսինքն քո պրոդուկտի նախնական մոդելը ստեղծես, թեկուզ պարտադիր չէ դու մի չգիտեմ 5 հեկտար կարտոֆիլ արտադրես յուրահատուկ, օրինակ չգիտեմ, գազարագույն կարտոֆիլի նոր ցեղատեսակ ես ներկրել, պարտադիր չէ միանգամից 1000 հեկտար անես, կարող ես քո բակում մի 10 մեշոկա, մի մեշոկ արտադրի, մի պարկ արտադրի, տար փորձարկի, վաճառքի պատվեր ստացի, նոր գնա 1000 հեկտար արտադրի, պարտադիր չէ, այսօր ինչ են անում 30% գյուղատնտեսության, արտադրում է, լստում է պահես, նոր սկսում է վաճառել։ Ես հենց վերջերս մի քանի օր առաջ մեր ընկերներից մեկը ոսպ է արտադրել, մեծ քանակի ոսպ, այդտում դրել է, ոսպը փչանում է, ինքը նոր սկսել է վաճառքով զբաղվել, բայց մինչև արտադրել է, դու պիտի արդեն վաճառած լինեիր դա։ Դու արդեն պիտի փողը վերցրած լինեիր մինչև արտադրել, դա իդեալական ճիշտ տարբերակը, բայց մենք սիրում ենք արտադրենք մի բուժ բան, որը մեզ հարմար է, մենք ուզում ենք, մենք ամբիցիաներ կամ ինչ-որ վախեր, հետո մտածեմ ում եմ ծախելու, ոնց եմ ծախելու, հետո պարզվում է, որ դա ոչ մեկին էլ պետք չի այդ գնով։ Միշա կարող եմ մի հատ մասնագիտական հարց տալ կակրած այս թեմայի շրջանակում։ Տես օրինակ դու այդ ներկայացրեցիր, որ պրոդուկտը ունեն, հավաքում են, պահեստում հավաքում են, հետո նոր դեռ չեն վաճառում, չէ՞, փորձնական թեկուզ շուկա չեն մտցնում, բայց այսպիսի պատմություններ էլ եմ ես հաճախ հանդիպում, որ փորձնական քանակ են հանում շուկա, շատ սիրվում է պրոդուկտը, եւ որ սկսում են արդեն պատվերներ անել, ձեռներից այդ մասշտաբները, ծավալները չի կարողանում X ֆիքսված ժամկետում ռեգուլար տրամադրի, որովհետեւ ինքը ոնց որ պատրաստ չէր այդ պատրաստվածությունը, իսկ այդ կոպեկի հակառակ կողմը որն է։ Հա, որ բիզնես պլան գրի, ու այդ գալիս ենք էլի այն ամենաառաջակ խոսացած թեմային։ Եթե դու մեծ նպատակներ պիտի ունենաս, դու պիտի դեմից հաշվարկ ունենաս, որովհետև մի կիլոն արտադրած տանձի 100 կիլոյի մեջ ուրիշ ինքնարժեք ունի, 1000 կիլոգրամ պահեստում եղած տանձի ինքնարժեքի մի կիլոգրամը ուրիշ թիվ է, ուրիշ իրականություն է։ Ունենալ 100 կիլո վաճառելը դա ուրիշ հեքիաթ է, ունենալ 10000 կիլոգրամ վաճառելը ուրիշ հեքիաթ է։ Ու դրանք տարբեր պրոդուկտներ են, տարբեր կարիքներ են բավարարում։ 100 կիլոն մեկը նոր տարուն կառնի, մի 20 հոգի կառնեն տանձը կդնեն նոր տարու սեղան, բայց երբ որ ես ունեմ 10 տոննա, դա արդեն մուրաբա պիտի դառնա, կամ պիտի արտահանվի, նպատակ կարիքները նույնիսկ փոխվում են քանակից ելնելով։ Դրա համար ես մեր բիզնեսներն ասում եմ, երբ որ դուք մեծ քանակի պլաններ ունեք, դրա կիլոգրամի ինքնարժեքը պիտի հաշվեք այսօր։ Որովհետև իրացումը ամեն ինչ փոխվում է ամբողջ պատկերը, բիզնեսը դառնում է երկու տարբեր բիզնեսներ, երբ որ դու արտադրում ես 1000 հատ մի բան ու արտադրում ես 10000 հատ, այնի ուրիշ բիզնեսն է, այնի ուրիշ բիզնեսը, դա նույն բիզնեսը չէ։ Ու երրորդ իմ թեման արդեն KPI-ներն են, որովհետև սիրո բաներ ասել, որ ստենց արեք ճիշտ կլինի, ձևերը ցույց տանք, բացատրենք, հայլուն, ինչ որ սիրուն աչքին հաճելի օրինակներ, ասենք տես այս մարդը սպես է արել, դու էլ արա, բայց անելու process-ում գոյություն ունի process-ների գնահատման հաշվարկներ, բանաձևեր կան։ Այսինքն դու ասում ես, ես կազմակերպել եմ միջոցառում, եկել է 1000 հոգի հյուր։ Ես էլ եմ կազմակերպել միջոցառում, եկել է 1000 հոգի հյուր, բայց դրանք շատ տարբեր արդյունքներ են դառնում, երբ որ դու KPI ես դնում ու ասում ես, օքեյ, արդյունքը ինչն էր, նպատակը որն էր։ Ու երբ որ դու KPI-ները դնում, պլան ես կազմում, թե իմ, չգիտեմ, անտախոտ ամիս ունեցել եմ 1000 հատ վաճառք, մյուս ամիս պետք ունենամ 1200 վաճառք։ Ու դու տալիս ես աշխատակցիդ։ Ու ինքը պիտի դառնա առաջնորդի, ինքը աշխատողը պիտի իմանա կամ դու պիտի իմանաս քո դեմ դրված պլանը։ Ու այդ պլանը պիտի հաշվարկով լինի, ոչ թե բուխտի բարախտի, օդից ընկած հնարավորություններով, այլ հստակ պահանջներով դու որպես մենեջերներ պիտի հաստատված հիմնավորված գործողություններ պիտի ակնկալեք ձեր աշխատակցից։ Երբ որ աշխատողին ասում եք գնա 20000 հատ վաճառի, ինքն ասի հլո,
այդ 3-ից դու 10,000-դ վաճառել, որ ես վաղը 20,000-դ վաճառեմ, ինչի հիման վրա ես այդ կան վաճառեմ օրինակ։ Կամ քանի տոկոս աճ դու ինձ ակնկալում ու նստես մարդկազմակերպության ղեկավարը, թիմը, HR-ը, վաճառքի ղեկավար, չգիտեմ ով է զբաղվելու իրանց KPI-ներով, իրանց ցուցիչներով արդյունավետության։ Ու արդեն կազմակերպությունը ռեալ, ոչ թե մատերի վրա, ոչ թե, չգիտեմ, երբ որ ասում ես ինչքան է ձեր աճը, ինքը ասում դե մոտավորապես այսքան, դա բիզնես չէ, ինքը պետք է հստակ ասի իմ աճը 7% է։ Բայց ուզում եմ լինի 10%, այդ ժամանակ եւ ձեր SMM մասնագետը, եւ ձեր մարքետոլոգը, եւ ձեր վաճառքի մասնագետը, գյուղատնտեսը, ինժեները, չգիտեմ ով ուզում է ներգրաված լինի, այդ մարդը գիտի իր դեմ դրված հստակ նպատակը։ Ինքը գիտի, որ պիտի ծախի 4 հատ սա, 100 հատ սա, որ մենք հասնենք մեր պլանին։ Այդ դա այն ամենապարզ մեթոդն է, որը կարելի է ներդնել բիզնեսի մեջ։ Պրոստը պիտի դրա մասին իմանանք, ցանկանանք իմանալ։ Վստահ եմ, ես բոլոր նյութերը լսել եմ ի գործը, դա այնքան պարզ է մատուցվում, որ դրանից հնարավոր չի, բայց այնքան իրանք դժվար երևույթներ են, եթե դու պատրաստ լինես դրանք ներդնես քո իրականության մեջ։ Բայց Ռուբեն Սարուխանյան, ով պատիվ ունենք այսօր հյուրակալելու, խոսում է արտահանումների յուրահատկությունից, ինչ պարտավորվածություններ, ռիսկեր եւ այլն, բայց ասենք մարդ պիտի մի ամբողջ կյանք անցնի, իր բիզնեսը մի ամբողջ ցիկլ պիտի հաղթահարի, որ գնա այդ կետին հասնի։ Այդ կետերին հասնելը, այդ կետերը իրականացնելը շատ հեշտ է, դրանց հասնելն է դժվար։ Ու այդ հասնելու process-ն է շատ կարևորը, որ իմ երրորդ թեման հենց այդ KPI-ներն եմ դրա։ Ու Նատալի ջան, եթե կարելի է մի փոքրիկ բաներ ես ավելացնեմ Միշայի խոսքին, այսպես են զուգահեռ գնացող, հա, Իհարկե, ամենակարևորն է նա Միշան շատ կարևոր բանի մասին խոսեց, Միշա ջան, շատ շնորհակալություն ես կարևոր բանը վերհանելու համար, ու միաժամանակ ընկերներ, այդ KPI-ները, դրանք պարտադիր պետք է լինեն smart, խելացի KPI-ներ, սա չափազանց կարևոր է, ինչա նշանակում smart, պետք է այդ KPI-ները ձևակերպված լինեն հստակ, ոչ թե լղոտ։ Աննա ջան, մի հատ KPI-ը նրանց համար, ովքեր անգլերեն այդ բանը, abbreviation-ը չգիտեն։ KPI-ը բացվում է որպես Key Performance Indicators, այսինքն հիմնական, կատարողական ցուցանիշներ, արդյունքային ցուցանիշներ, այսինքն ինչ արդյունք ենք ուզում հասնել։ Ենթադրենք, իմ արդյունքն է 26 թվականի հաշվետու ժամանակահատվածի ավարտին, օրինակ 26 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ, 26 թվականը դեռ չի եկել, բայց 26 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ ես պետք է, օրինակ եմ ասում, ավելացրած լինեմ իմ էկոտուրերի թվաքանակը, ենթադրենք 10%-ով, 12%-ով, 20%-ով, կամ ընդհանրապես էկոտուրեր չունեմ եւ ես ուզում եմ դա ներդնեմ եւ ասում եմ պետք է ունենամ թվով պատրաստի 4 կամ 5 փաթեթ, բայց ոչ թե կամերով ենք ձևակերպելու, կոնկրետ 4 փաթեթ կամ 5 փաթեթ։ Հիմա եթե սրա շրջանակներում մենք ասում ենք, որ այդ KPI-ները պետք է լինեն smart, այսինքն խելացի, դա պիտի բավարարի մի քանի չափանիշների։ S-ը նշանակում է պետք է լինի կոնկրետ, այսինքն ոչ թե ասում եմ ես ուզում եմ ավելացնեմ էկոտուրերի քանակը, Սա եթե կարդա ձեր աշխատակիցը ինքը չի հասկանա, լավ, ուզում եմ ավելացնեմ, ինչքանով ավելացնեմ, որ վերջում հանկարծ այնպես չլինի, հաշվետու ժամանակահատվածում ղեկավարին ասի, հեսա, տեսեք ավելացրել ենք 2 փաթեթով, ղեկավարն էլ ասի, բայց ես ակնկալիք ունեի 12-ի, ինչի 2-ով, այսինքն պիտի կոնկրետ լինի, մինչև 26 թվականի դեկտեմբերի 20-ը ավելացնել էկո փաթեթների թիվը կամ մեծացնել էկո տուրերի թիվը 5-ով կամ 20%-ով, ենթադրաբար եմ ասում, օրինակ, պետք է լինի չափելի, պետք է լինի հասանելի, սա չափազանց կարևոր է, ինչ ենք հասկանում հասանելի ասելով, եթե ես ասում եմ, որ հաշվետու ժամանակահատվածին ես պետք է ունենամ 5 էկո տուրեր կամ էկո փաթեթներ, դա պետք է օդից չլինի, ես պիտի հասկանամ, լավ, էկոն նշանակում է, որ պետք է տրանսպորտը լինի էկոլոգիապես մաքուր, օրինակ հեծանվային երթուղիներ կամ ոտքով երթուղիներ կամ էլեկտրոմոբիլներով կամ այլ ձևաչափերով, կամ օրինակ հյուրանոցները, հյուրատները, guest house-ները, որտեղ որ փորձելու ենք տեղավորել հյուրերին, պետք է լինեն
օրինակ, արևային վահանակներով տաքացվող կամ քամու էներգիայով եւ այլն, կամ պետք է լինեն էկոլոժաներ, բայց արդյոք մենք ունենք մեր հանրապետությունում էկոլոժաներ, այսինքն սրանք պետք է լինեն չափելի, դուք չպիտի այնպիսի ամբիցիաներ առաջ քաշեք, որոնք որ հասանելի չեն, դրանք պետք է լինեն ռելևանտ, համապատասխան ձեր ռազմավարական նպատակներին, պետք է ուղղակի բխեն ձեր ապաքելությունից, ձեր տեսլականից եւ ձեր ռազմավարական նպատակներից եւ պետք է լինեն time bound, ժամանակով սահմանափակված, այսինքն ոչ թե պետք է էկոտուրերի թիվը մեծացնեմ 20%, ինչքան ժամանակում, միջև կյանքի վերջ, թե եւս 2 կյանք ծնվելուց եւ ապրելուց հետո, թե միջև հաջորդ տարվա այսին ժամանակահատվածը, ամեն ինչը պետք է լինի smart, խելացի, ինչպես խոսեց իմ գործընկերը։ Շնորհակալություն Աննա ջան, արդեն անց 10 է, 1:10 է, մենք կամաց երևի արդեն ամփոփենք, մինչև ամփոփիչ խոսքերի հնարավորություն ձեզ տամ, փոխանցեմ ձեզ, ես էլ էի ուզում Ռուբեն Սարուխանյանին ողջունեի, Ռուբեն ջան, նաև առիթից օգտվելով կուզենամ քեզ նույնպես եւս մեկ անգամ ներկայացնել, որպես մեր Accelerator ծրագրի առանցքային փորձագետներից մեկը, ով որ պատասխանատու է արտահանման, նոր շուկաներ մուտք գործելու եւ արտահանման եւ դրա պատրաստվածության մոդուլի համար է պատասխանատու, ուղղակի ուզում եի քեզ ներկայացնեի, եթե 2 կամ չգիտեմ խոսք ունես, մեծ սիրով կլսենք քեզ, այս ամեն ինչը ոնց որ ամփոփիչ քո տեսանկյունը ներկայացնես, քո պոզիցիայից, ուրախ կլինենք լսել քեզ։ Ոնց որ թե կորավ։ Ախ, շնորհակալություն Նատալի ջան, ցուցակից կորավ։ Շատ ուրախ եմ, ողջույն բոլորին։ Բավական հետաքրքիր քննարկում ծավալվեց ու ծավալվեց բավական հետաքրքիր հենց ամենասկզբից, այն առաջի քայլը, որ մարդը անում է, որպեսզի դառնա բիզնես, դից սկսվեց ու գնաց հասավ վերջակետը չասեմ, բայց վաճառքներ, արտահանում այդ թեմաներից հասանք ու բավական հետաքրքիր լսել։ Ես սովորաբար բիզնեսների հետ սկսնակների հետ սկսում եմ զրուցել, առաջի իմ առաջադրանքը կամ առաջի խնդրանքը խորհուրդ իրենց ձևակերպեք ձեր բիզնես նպատակը։ Նպատակը այն չի, որ փող եմ ես ուզում աշխատել, փողը միջոց այդ նպատակին հասնելու համար։ Հա, բայց գլոբալ դուք ուր եք ուզում գնաք հասնեք, ինչի եք ուզում գնաք հասնեք, քի եք այդ բիզնեսով դուք զբաղվում։ Երբ որ բիզնեսը ճիշտ կարողանում է իր նպատակը ձևակերպել, մնացածը բարդ է իհարկե, մի շատ ջան, բան չունեմ, բոլոր փուլերը բարդ են, բայց նպատակը ձևակերպեց ավելի սահուն է ինքը այդ ամեն ինչով գնալու։ Այո։ Այդ բարդ փուլերը իր համար ավելի հեշտ են լինելու։ Յուրաքանչյուր նորարարություն, յուրաքանչյուր կարիք, հաճախորդի հետ շփումները բանը իր համար ավելի հեշտ է ստացվելու, կարողանալու ավելի սահուն հասնել իր նպատակին իհարկե ոչ մեկը չի կարողանում հասնել, որտեղ նպատակ ամեն անգամ առաջ է գնում։ Մագնիսի ձեն բանը մագնիսի նման է, որ մոտեցնում ես, ինչքան մոտեցնում ես, ինքան ավելի հեռու է։ Այո, դա մարդկային է, դա բնական է։ Որովհետև տեսլականն է մեծանում, երազանքն է մեծանում։ Այո, դա խրախուսում է մարդկանց ավելի լավ բիզնես իրականացնել, ավելի ընդլայնել իր տեսադաշտը, շփման շրջանակը, հաճախորդների շրջանակը, ապրանքատեսականիները կամ ծառայությունների տեսակը։ Ու իրականում սկսած հենց Միշայի թեմաներից, Աննայի Արտուրի թեմաները հատուկ նեղ ուղղություններով, այսօր որոնք առաջնահերթ են Հայաստանի համար, եւ մեր մյուս բոլոր փորձագետների թեմաներն էլ գալիս լրացնում են միմյանց ու լավ հիմք են ստեղծում, կարելի ասել, որպեսզի մարդիկ, բիզնեսմեններ կարողանան ձևավորեն այդ հիմքը առաջ գնան։ Ես շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման, հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն Ռուբեն ջան։ Շնորհակալություն Ռուբեն ջան, այս օրինակն էլ որ նպատակը ինչքան կարևոր է։ Ես միշտ իմ օրինակն եմ վերում սոցիալային ծառայության, իդեպ ես եմ այս ծրագրին մարմնորոշ մասնակից դիմելու, էլի այսա փուլերը իմ համար շատ կարևոր է ասնել, ու ես էլ եմ հավակնում ինչ որ վարկ ստանալու մեծաստանի բիզնեսով, որովհետեւ շատ վաղուց երբ որ ես սկսել եմ, ես նպատակ ունեի մենց Գյումրիում, նախ Գյումրիում, հետո ամբողջ Հայաստանի բոլոր մարզերում ունենալ միացած մեծ տարած ու պարտադիր հարթ գազանով
մինիմալիստական ծառներով, որտեղ ես պիտի միջոցառումներ անեմ։ Որ մարդիկ կան տարբեր առիթներով, միջոցառումներ, հետո երեկոյան ժամերին տուրիստներ եւ այլն, այդ իմ եղել է նպատակ, երբ որ իմ ֆուրշետը դեռ չկա։ Ինքը ֆուրշետի հետ կան ուղիղ կապ չունի, բայց դրա շուտ հանգրվաններից մեկն է։ Երբ որ դու ունես նպատակ, որ պիտի ունենաս այդ միջավայրը, դու ֆուրշետային process-ում, ֆուրշետ անելու մեր process-ում բարբերաբար առիթ է լինում սեղան առնելու, ինչ որ տարբեր նպատակներով հիմնականում ֆուրշետի։ Ու հարց էր այդ ժամանակ իմ համար հարց չէր, ես ինչ սեղան պիտի առնեմ, որովհետև երբ որ ես ունեմ 5 տարի կամ 10 տարի հետո է նպատակ, ես այդ նպատակից ելնելով այսօրվա եւ իմ սեղանը եւ դանակ պատարակ խաղը, ես նույնիսկ սովորական դանակ պատարակ խաղերը որ առնում եմ, ես առնում եմ, որտեղ գիտեի 10 տարի հետո այդ դանակ պատարակը խաղը սխալ օրինակ է, բնականաբար այդքան չի դիմանում դա, բայց սեղանաթոռը, լուսավորությունը, դեկորացիան տարբեր առիթներով ես առնում եմ այն տարբերակը, որ վերջում պիտի իրար վրա հավաքվեր գնալ դեպի այդ նպատակը։ Բայց երբ որ դու նպատակ չունես, թե քո չհրարտադրությունը պայմանական ուր է գնալու, դու առնում ես մի վառարան, որ ընդամենը 2 տարի հետո քո նպատակները, քո քայլերի արդյունքում այդ վառարանը արդեն դառնում է եւ էլեկտրաէներգիայի տեսակետից անարդյունավետ եւ աշխատաժամերի, քանակի, արտադրողականության ու հասկանում ես, որ ավելի լավ է ժամանակին առնել մի քիչ ուրիշը կամ ձեռքով սարքեիր կամ չունի ավելի ճկուն լիներ, որովհետև դա ավելի քեզ կմոտեցնի քո նպատակին։ Իսկ որ նպատակ չունես, դու պրոստը պայարագործության տակ որոշումներ ես կայացնում։ Դա վերաբերվում է ոչ միայն նյութատեխնիկական, նաև թիմի ներգրավման։ Լիքը ես օրինակ առիթներ եմ ունեցել թիմ զարգացնել, մեծացնելու, բայց հաշվի առնելով, որ 10 տարի հետո իմ նպատակը գերնպատակը, ես այսօր շեշտադրում չեմ արել աշխատակցի վրա, որ ինքը 10 տարի պիտի իմ հետ մնա, որովհետև դա աբսուրդի դաշտից է մտածել, որ պիտի քո բոլոր աշխատողները 10 տարի հետո քո կողքին լինեն։ Ու ես չեմ շեշտադրվել, որակ չեմ բարձրացրել կոնկրետ այդ մասի վրա, բայց management team-ս եմ հզորացել, որովհետև նպատակս իրանց հետ կապվում է։ Միշա ջան, ուզում եմ շատ սիրուն սենց սահուն ձևով քո օրինակով ներկայացնեմ նաև մեր մասնակիցներին առ այն, որ ձեռներեցությունը նենց բան է, որ մարդիկ կան ձեռներեցներ, ովքեր որ իրենց ամենօրյա ապրուստի գումարը վաստակելու նպատակով են գործունեություն ծավալում, կան ձեռներեցներ ու այդպես տեսակներ կան, հա, նկարագրային ձևաչափեր կան ձեռներեցությամբ զբաղվողների մոտիվացիայի, հա, կոնկրետ մենք խոսում ենք ակսելերատոր ծրագրի շրջանակում, մենք թիրախավորում ենք այն ձեռներեցներին, ովքեր Միշան որպես ձեռներ են ստում մոտիվացիա եւ բիզնես կամք ունես եւ հենց նոր դու քո բառերի միջոցով այդ կամքդ արտահայտեցիր այդ մոտիվացիան։ То есть եթե ձեռներեցը, այսինքն եթե ձեռներեցը ինքը բիզնես կամք եւ մոտիվացիա եւ հեռանկար ունի, թե ինքը իր բիզնեսը ինչպես է ուզում տեսնի X տարի, X ժամանակ անց, այդ մոտիվացիա ունենալու համար նաեւ հեռատես պետքա լինել եւ այսօրվանից պլանավորել KPI-ը իմանալ, հստակ ուղին, ճանապարհը իմանալ, թե ինքը ուր է գնում եւ այսօր ինքը ինչ է անում, այդ ուր գնալուն որպես հավելում, հա, անում։ То есть մենք խոսում ենք այդ ձեռներեցների մասին եւ իհարկե նաեւ ծրագրի շրջանակում հորդորում ենք եւ մոտիվացնում ենք նրանց, ովքեր որ չեն մտածել բիզնես կամք ունենալու, չունենալու, բիզնես մոտիվացիա ունենալու, չունենալու մասին, կամ միգուցե չգիտեն դա ինչ է, իմանան դրա տեղը եւ սկսեն այսօրվանից պլանավորել այդ մոտիվացիան ունենալ, ձեռք բերել եւ գծել իրենց համար այդ հեռանկարային այդ կետը, որին իրենք ուզում են որպես բիզնես միավոր հասնեն։ Ձեր թույլտվությամբ կուզենայի կամած արդեն ամփոփել մեր հանդիպումը, նախքան ամփոփելը հնարավորություն տանք մեր մասնակիցներին, եթե ունեք հարցեր, մենք անդրադառնանք նաև ձեր հարցերին։ Եթե ունենք հարցեր, հանգիստ կարող եք միկրոֆոնը միացնել եւ ուղղել ձեր հարցը ցանկացած ներկա գտնվող փորձագետի։ Կարծես հարցեր չունենք, դա նշանակում է կամ մենք շատ լավ ենք ներկայացնում։ Անսպասելի է, շատերը չէին պատրաստվել, որ պիտի հարց լինի, հիմա պանիկայի մեջ են, ինչ հարցնալ։ Միգուցե հնարավոր լիներ, միգուցե ամեն դեպքում ունեք այդ հնարավորությունը։ Եթե հետագայում ձեզ մոտ հարցեր կառաջանան, մենք միշտ հասանելի ենք, կարող եք մեր Facebook-յան էջին գրել, էլեկտրոնային փոստին գրել, հասանելի են տվյալները Iris Business Incubator-ի Facebook-յան էջում։
Եվ ամփոփիչ խոսքով խնդրեմ, ով որ կցանկանա ներկա գտնվողներից, մեր փորձագետներից ավարտենք կամաց-կամաց։ Ես ամփոփեմ մենակ նրանով, որ ամեն դեպքում ինչքան է գիտելիքը շատ լինի, էլի քիչ է լինելու, ինչքան միջոցները շատ լինեն, էլի քիչ են լինելու, բայց մի բան շատ կարևոր է, որ այդ չեմ ուզում այդ բառը, չէի ուզեն այդ բառը օգտագործել, բայց ավելի նկարագրող այդ բառը չկա, դուխի պահա։ Այդ երբ որ դու կամք ունես ու երբ որ դու հավատում ես, որ դու դա կանես, դա այնքան պիտի շատ տեղեկացված ու փորձառություն գիտելիք լինի, փորձ շատ ունենաս, որ վերածվի գիտելիքի, որը էլի ժամանակատար է, տանում է էներգիա։ Կամ այդ միջավայրում պետք է շատ լինեք, որ ձեզ ճիշտ մարդկանց հետ շփվեք, որ ովքեր որ արդեն այդ ճանապարհով անցել են, այդ արահետը ձեր համար տպտպել են, որ դուք դրանով քայլելով գնաք ու տեսնեք թե դա ոնց է տեղի ունենում։ Այս լայֆհակոտ նման բան, որ եթե դուք ուզում եք, որ ձեր ֆանոցը լավ աշխատի, գնացեք կամավոր, ծածուկ աշխատեք ուրիշի մոտ։ Երբ որ դուք ուզում եք լավ տուրիստական ընկերություն բացեք, ու եթե դուք չեք օգտվել լավ տուրիստական ընկերությունից, եթե դուք լավ գյուղմթերք չես կերել, դու չես կարող արտադրես լավ գյուղմթերք։ Այդ շատ հետաքրքիր ու կարևոր բան է, որ դու պիտի վստահես, դու պիտի այդ քո էությամբ զգաս, այդ vibe ունենաս, այդ զգացողությունը, ինչ որ դու անում ես, դու պիտի հավատաս դրան։ Դու պիտի ճանաչես դա։ Ինչ որ դու չես զգում ու բան չունես, այդ դուխ կոչված, այդ ոգեղենությունը դու պիտի ունենալ, այլ հիշեցի այդ բառը, սիրուն բառ այրան, այդ դու պիտի ունենաս այդ ներքին վստահությունը, անվախությունը, դու պիտի չվախենաս քո product-ից։ Դրա համար մենք ինչից ենք վախենում, ինչ որ չենք ճանաչում։ Դրա համար պիտի գնաք ճանաչեք այն մասշտաբները, այն ծավալները, այն համն ու հոտը, գույնն ու ձևը, որով դուք ուզում եք։ Եթե դու ուզում ես լավ սիրուն փաթեթավորված թանկարժեք մեղր ծախես, վաղը գնա արդա մի անգամ։ Զգա դրա հաճույքը, զգա թե դու ինչ պիտի արտադրես, դու ինչ խնդիր պիտի լուծես։ Մինչև դու չապրեք, այդ չանցնեք, այդ դու արշավ ոնց կարա դու կյանքում արշավ չգնաս, արշավ կազմակերպես պես ուրիշի համար։ Լրիվ։ Պես այդ ոգեղենությունը ձեր մեջ պիտի լինի, դա ճանաչողության արդյունք է։ Գիտելիքը քիչ շատ կա, հասանելի կա, Podcast-ը, Iris կա, Impact Hub կա, HBU կա, Caritas կա, Arthur կա, Ruben կա, Anna կա, Natalie կա, իրանք միշտ բաց են նոր գիտելիք տալու։ Այդ մասով խնդիր չունենք, բայց տված գործիքը կիրառել է պետք։ Իսկ դրա համար պետք է չվախենալ։ Մերսի Միշա ջան։ Նատալի ջան, եթե կարելի է, ես էլ երկու խոսք, Միշա ջան շատ հաճելի է լսել, այնքան մոտիվացնող են ընկերներ այսօր բոլորիդ խոսքերը, ճիշտ է, մենք շատ խոսեցինք խնդիրների մասին ու կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ միևնույն է, ինչ ոլորտեր ընտրեք, ինչի պակաս չկա, դա խնդիրների պակաս չկա, բայց շատ կարևոր է մեր մոտեցումը, թե մենք այդ խնդիրներին ոնց ենք մոտենում, մենք մոտենում ենք որպես մի բան, ինչը որ մեր մոտ դող է առաջացնում, թե մենք մոտենում ենք որպես ինչ-որ մի բան, ինչը որ մեր համար հաճելի է եւ մենք ցանկանում ենք բացահայտել։ Օրինակ, ես իմ աշխատանքի մեջ ստիպված անընդհատ տաքսիներից եմ օգտվում, անընդհատ։ Եվ ինչ եմ հասկացել, որ կան վարորդներ, ովքեր ղեկին նստելուց այդպես հենց դողացնում են։ Ես մի քանի օր առաջ մի տաքսում մեջ էի, որ վարորդը չէր կարողանում բաց գծերը փոխել։ Այսինքն ասածս ինչին եմ ուզում տանեմ։ Եթե մենք զբաղվում ենք ինչ-որ բանով ու սկսում ենք դողացնել դրա խոչընդոտներից, մենք ուղղակի չպիտի զբաղվենք դրանով։ Բայց այնքան հաճելի է, երբ որ դու տեսնում ես, որ կան խոչընդոտներ, դրանք ամենուրեք են, մասնագիտական զարգացման բոլոր բնագավառներում, կյանքում, կենցաղում, տանը, ընկերների հետ շփվելիս, ամեն տեղ ծնվելուց սկսած, մարդը հաղթահարում է խնդիրներ, մարդը հաղթահարում է մարտահրավերներ։ Ու այնքան հաճելի է, երբ որ մենք ունենք տեսլական, փորձեք ընկերներ երազել եւ երազեք մեծ, որովհետեւ այսօրվա աշխարհում հաջողության հասնում են ոչ թե այն բիզնեսները, որոնք ունեն ամենամեծ ռեսուրսները, ոչ, հաջողության հասնում են այն բիզնեսները, ովքեր մտածում են մեծ, ովքեր ունեն հստակ հեռանկար եւ հավատում են իրենց երազանքին։ Այդ երազանքը ձևակերպեք որպես նպատակ
եւ ամենօրյա քայլերի միջոցով ոնց որ մեր Միշան շատ պրոֆեսիոնալ բացատրեց ամեն օրվա աշխատանքով փորձեք ավելի մոտենալ ձեր երազանքին իսկ ինչքան մոտենաք ինքը այնքան հեռանալու է ինչու ոչ թե որովհետեւ անհասանելի է այլ որովհետեւ դուք արդեն հաջորդ մակարդակի ճանապարհին եք եւ եթե դուք դժվարությունների եք բախվում դրանից միայն ուրախացեք որովհետեւ նշանակում է դուք գնում եք դեպի զարգացում Շնորհակալություն Աննա ջան, շնորհակալություն բոլորին։ Արտուր ջան, եթե դու խոսք ունես ամփոփիչ։ Անկեղծ ասած շատ բան չունեմ ասելու, որտեվ շատ դիպուկ էր ու տեղիներ թե Միշայի ասածը, թե Աննայի ասածը, ու դրանք իրոք են ամենակարևոր բաներն են։ Ճանաչեք դուք առաջին ինքներդ ձեզ, ձեր մղումները, ձեր երազանքները, հա, ու մի վախեցեք, միշտ է խոչընդոտ լինելու է, հետևաբար պետքա գործել, ու շատ կարևոր է այդ ճանաչման process-ը, այսինքն թե ինքներդ ձեզ, թե ինքներդ ձեր ստեղծած բիզնեսը, հա, պետքա շատ լավ պատկերացնեք, շատ լավ ուղնուցուցը, այսպես ասած, պետքա տիրապետեք, որովհետև շատ բազմաթիվ են հնարավորությունները, ասենք, ծախսերը կրճատելու, նոր շուկաներ գտնելու, նոր արտադրանք թողարկելու, նոր գաղափարներ, շատ են։ Իսկ այդ ամեն ինչը անելու համար առաջինը դուք ինքներդ պետքա լավ հասկանաք ինչով եք զբաղվում ու ձեր ամբողջ բիզնեսը լավ պատկերացնեք, տիրապետեք ու իրականում իրոք հնարավորություններ շատ են։ Անգամ Հայաստանում, որ շատ է խոսվում, մենք էլ այսօր շատ խնդիրներից խոսեցինք, այդ թվում լոգիստիկայի հետ կապված եւ այլ, հա, որ արտահանման շուկաների անհասանելիության խնդիրներ կամ թանկ լինելու խնդիրներ, բայց հավատացեք, անգամ այդ պարագայում ինչ որ տեղ դա նաեւ անգամ ինչու ոչ կարա առավելություն կամ ինչ որ մի նոր հնարավորություն լինի։ Այդ եմ ուզում, որ այդ դրական մտածելակերպով զբաղվեն, տրամադրված դեպի լավը, այդ ինչպես նշեցին իմ գործընկերները, երազանքով, այդ ակնկալիքով, այդ լավ տրամադրվածությամբ։ Այսքանը։ Այս գեղեցիկ խոսքերի վերջում երևի այսպես էլ ավարտենք մեր հանդիպումը։ Շնորհակալություն բոլորին, նրանց ովքեր որ միացան լայվին, կենթանի հեռարձակմանը եւ նրանց ովքեր որ Zoom-ով միասին ենք այստեղ հավաքվել, շնորհակալություն բոլորին։ Մինչ հանդիպում, ցտեսություն։ Բոլորի լավ նոր ապագալիք տոներ։ Բոլորի գալիք տոներ, շնորհակալություն։ Շնորհավոր բոլորի։ Տեսություն։ Դալիք ամանորից տեսություն։ Շնորհակալ ենք, լավ տոներ, տեսություն։ Տեսություն Լիլիթ ջան։ Տեսություն։ Իշ կուտեք։ Ինչ ասես, ինչ առաջարկ ես։ Ֆուրշետը քոնն է, միշ։ Նամա պուջուրը պորցիաները։ Всё, հաջողություն։